պոլիփետ է, Բակրատ Սրբազանի կեցավայրից սա թուղթ է, հայտնաբերել են եւ արգրավել են որպես հեղաշրջման զենք, այսենց հեղաշրջման զենք, պոլիփայտ, միկրովալնովկայի վառարանը, կոշիկի մի բուռ մեխեր, պոլիփետը դնենք ստեղ, որ չգան մեզ կալանավորեն որպես հեղաշրջման փորձ կատարող, արգրավել են որսորդական զենքեր օրինական, որոնցից յուրաքանչյուրի կողքը եղել է թույլտվության օրինական լիցենզիա, արգրավել են, որ սրբազան շարժման ժամանակ են մանուշակագույն ծուխը, որ անում է, որ բոլոր երեխաները բակում դրանով խաղում են, մի հատ անկապ թուղթ, որի վրա երևի այդ գրողը, հետո որ գրել տվել էր Նիկոլական լրատվամիջոցին, հաստատ հոկտեմբերյանի պլանի ազդեցության տակ էր գրել այդ հեղաշրջման պլանը, որովհետև անգամ եթե արհեստական բանականությանը հանձնարարել ավելի խելամիտ պլան կգրեր իշխանությունը զավթելու, քան պոլիփեդով, կոշիկի մեխով, Բակրատ Սրբազանի միկրոալիքային վառարանով կազմակերպվող հեղաշրջումը, ինչ վերաբերում է ձայնագրություններին, որոնք ակնհայտորեն մոնտաժված ձայնագրություններ էին, ուրեմն մենք տեսել ենք, չէ, այս Նիկոլի իշխանազավթման այս տարիներին քանի տենց ձայնագրություններ ենք տեսել, որոնք ակնհայտորեն սարքված են եղել արհեստական բանականությամբ եւ ահա այս անհեթեթագույն թատրոնի արդյունքում 2 ամսով կալանավորվում է Բակրատ Սրբազանը, ինչ վերաբերում է Միքայել Սրբազանին, ապա ես նայեցի այն հարցազրույցը, որտեղ Միքայել Սրբազանը բառացի ասում է նույն բառերը, ինչի համար հիմա կալանավորված է, եւ երբ որ այն հարցազրույցի համար Դանիել Իոնիսյանը, որտեղ կրկնում եմ նույն բառերն է ասում, ինչի համար հիմա ինքը գտնվում է ԱԱԾ-ի պադվալում, նույն սենյակում, նույն խցում Բակրատ Սրբազանի հետ, այդ ժամանակ դատախազությունը գրում է պաշտոնապես, որ Միքայել Աճապահյանի, Միքայել Սրբազանի խոսույթում հանցակազմ չկա, այսինքն Նիկոլի դատախազությունը մի տարի առաջ, տարի ու կես առաջ գտնում է, որ այդ բառերում հանցակազմ չկա, իսկ հիմա գտնում է, որ հանցակազմ կա եւ կալանավորում է Միքայել Սրբազանին։